քանի տարի է խոստացան ժողովրդին կուտ են տալիս, էլի խափում են, հետո ասում են ժողովուրդը խիա իած թափվում։ Վարչապետին էլ է գրել արդեն, բայց չգիտենք հասելա թե չէ։ Հա։ Այս ինչ է, երեք ասում ավելի անտանելի վիճակ է։ Խայտարակ վիճակ է։ Երեխեքը դասի։ Այս խեղճ երեխեքը։ Հա երեխեք։ Երեխեքը սենց այս կեղտա ջրի բանի միջով, նայ։ Լստեն նայ։ Ոյ։ Այս խեղճ երեխեքը դպրոց գալիս են դասի։ Բարով ձեզ։ Երբ են պրծած։ Չէ, չենք կարող, դուք այն կողմը նայեցիք, ես Հա, հեսա, հես մի հատ դպրոցի նկարում ես քանի տարի է խոստացել են սարքին չեն սարքում։ դե հիմա Դե հիմա ոչի խեղճ երեխեքը։ կարող եմ ներկայացնել ինչ խնդիր է։ Դպրոցի մեղքը չի։ Ես գիտեմ որ Դպրոցի ինչ անի խեղճ դպրոցը։ Գյոզալը երեխեքը դաս են գալի։ Չէ։ Ծովը որն լավ է, ծովը մաքուր է, կարանք նավակն էլ չի փրկի, բա գարշահոտը։ Ու այդ ամեն ինչը երեխեքը շնչում են։ Բա։ Իսկ ամռանը ահավոր է։ Գիտեմ։ Հիմա ձմեռ է։ Երեք ասում ավելի ահավոր է եղել։ Վարար էթում էր։ Հիմա դուք նայեցիք այնտեղ։ Յոլա ջուրն ոչինչ չի կարող անել, որովհետև Հարցի լուծումը ո՞նց եք պատկերացնում Հիմա դուք։ ես ասեմ։ Ես որպես դպրոցի տնօրեն կրթության գործը այսպես մի կողմ եմ դրել, անցել եմ այս խնդիրը լուծելու, դիմել եմ Վիոլա ջուր պատասխանը, որ այդ ջրագծերը չի հանձնված իրենց, դրանից հետո դիմել եմ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին, շատ արագ արձագանքել են, Վիոլա ջրի մեքենան եկել է, այդ կոյուղագից այնտեղ պիտի ես Հարազատ մեքենան, գիտեմ մեքենան քաշելով հարց չի, հարցի լուծում չի։ Մի 2-3 օր հետո Դրանց հետո դիմել եմ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն, պատասխանը ստացել եմ, որ ներդրումային ծրագիր պիտի ներկայացվի։ Մեծ գործ է, այդպես 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոնի հարց չէ, էլի բավական ծավալուն աշխատանք պիտի տարվի, դրա համար նախատեսված չի եղել, էլի հիմա կարծում եմ, որ կնախատեսեն։ Գոնե դպրոցը փրկեն էս անտանելի վիճակից։ Երեխեք այս պայմաններում կարան չգան դասի, բայց գալիս են։ Փորձում ենք տենց այս օվկիանոսից։ Հիմա ցուրտ է եղանակը, այդքան չի զգացվում հոտը։ Ես ինքս դպրոցում Էսա գալիս է, շատ ներողություն էսա։ Ես ինքս դպրոցում 3 տարի է որ տնօրեն եմ, ես 3 տարի նախկին Հոտը արդեն ես տեղյակ չեմ։ Հոտը զգում եք արդեն։ Ինքս հա իհարկե զգում եմ, ես ամեն օր եմ զգում, դուք 5 րոպե եկեք կանգնես։ 5 րոպե ես 3 անգամ եկել եմ, 3 անգամ բարձրացնել ենք։ Չէ, 3 անգամ եմ եկել, հիշում եմ։ Ամեն դեպքում այնպես է որ Հեսա ամբողջ եւ ամենախայտառակը նա է որ հա այսպես հոսում է ջուրը։ Ինչ ասեմ։ Հեսա կեղտա ջուրը սենց։ Դպրոցում ինչքան երեխա է սովորում։ 60 հիմա։ Բա քիչ է, դա եկաթիվ է։ Չէ, ով ասեց քիչ է։ Բա։ Լավ աշակերտներ ունենք շատ խելացի։ Հենց տեղի աշակերտների կեսը դաժե բարձագույններ են ընդունվում։ Իհարկե եմ։ Որտեվ բան են սովորում։ Էկրաններ են շահում, աշխարհացույցի են մասնակցում։ Ոչ թե որոշ։ Քննին ամբողջությամբ ասեմ ձեզ, էլի, այն հատվածի վրա էլ է, որովհետև ջրագիծը ինձ ասում է, ես մասնագետ չեմ կարող ասել, ասում են, որ պիտի թեքությունը այսպես լինի, որ ջուրը գնա դեպի համապատասխան վայր։ Եթո անեն բան, բարձր դրա համար հետո գալիս աստեղ։ Այսպես։ Այն հատվածում են լցվում, երևի իրանք, չգիտեմ։ Էս ստեղից է չէ դուրս գալի այս նախնականով։ Ամեն դեպքում
Հա։ Որ ասում որտեղից ասես։ Խնդիրը նրանումն է, որ ավելի շատ ինքը ինչքան էլ վիոլան էլ է եկել, ես չեմ կարող հրաժարվել, նորից եմ, երեք եմ նորից գրություն գրել վիոլայի ջրին, որ խնդրում եմ եկեք այս վիճակն է, գոնե էլի հնարավորություն բան տվեք, որ այդ ջուրը քաշվի, նույնիսկ այդ բակի ջուրը եթե հնարավոր է, այդպես քաշան, ինչ ասում։ Հեսա, ամբողջ Սա կոչվում է Մասիս քաղաքի Մասիս քաղաքի, Մասիս Շիրակի Մասիս կայարան։ Մասիս կայարան։ Մասիս կայարան դպրոցներ, որ համարի դպրոցներ։ Թիվ 6։ Դե հիմա։ Բնակիչներն են բեղ չունեն ինչ տան։ Բնակիչ ինչ անի։ Պիտի փոխվի էլի մեծ ծախսերա, բայց գոնե դպրոցը փրկեն ամենակարևորը, դպրոցը փրկեն այդ հոտից։ Բավականին մեծ ֆինանսական Հա, ես չեմ էլ հերքում։ Ես հուսով եմ, վստահ եմ, էլի որ նոր տարում արդեն դա կընդգրկվի Մյուս տարի գոնե ծրագրերի մեջ եւ իրականացվի այդ աշխատանքը, որովհետեւ ինքս կառավարությունն էլ եմ գրել։ Ես կարծում եմ, որ կընդառաջեմ։ Սարսափելին է նա, որ վիոլան եկել է ամսի 2-ին այս ջուրը քաշել է, ես ամսի 27-ին համակ եմ գրել վիոլային, եկել է այս ջուրը քաշել է, այստեղից էլի, այդ հատվածը մաքրել է, իրանց գնալուց հետո կես ժամ հետո սկսվել է այս հոսքը ավելի արագ։ Ավելի արագ։ Այսպես։ Դեկտեմբերի 11-ն է, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Մասիս կայարանի հարևանությամբ տեսնում եք ամբողջ այս տարածքը տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ, մի քանի անգամ բարձրաձայնել ենք այս խնդրի մասին, խնդրել ենք պատկան մարմիններին, ովքեր խոստացել են, որ հարցը կլուծեն, տեսնում եք հարևանությամբ էլ գործում է Թիվ 6-րդ դպրոցը, որտեղ սովորում են մոտ 160-ից ավելի երեխաներ ու պատկերացրեք, թե երեխաները, թե ուսուցչական կոլեկտիվը այս հոտի պայմաններում դասապրոցես են անցկացնում։ Իմ տեղեկություններով տնօրենը մի քանի անգամ դիմել է թե վիոլաջուր, թե կառավարություն, թե Արարատի մարզպետարան, թե մի խոսքով ինչքան պատկան մարմիններ կա, տնօրենը այն որ ասում է իր հիմնական գործը թողած ընկել այս գարշահոտի դեմա պայքարում, որպեսզի երեխաները այս հոտը չզգան, ուսուցչական կոլեկտիվը այս հոտը չզգան։ Մենք էլ մի քանի անգամ դիմել ենք Արարատի մարզպետարան, մարզպետը խոստացել է, որ խնդիրը կլուծվի, իրենց ուշադրության կենտրոնում է, բայց հարգելի մարզպետ, այս անգամ չեմ հավատում ձեզ, որովհետև ձեր խոսքերը այստեղի խնդիրը լուծելու համար օդ դուրս եկավ, դասը պրծելա գնում ես տուն, սենց ես միշտ գնում գալի, այս հոտը երեխեն շնչելով գնում է դասից է գնում է տուն, այնպես որ պարոն մարզպետ, ես էլ ձեզ չեմ հավատում Արարատի մարզպետ, դուք միայն դատարկ խոստումներ եք տալիս, եթե չեք մտածում դպրոցը փրկեք այս գարշահոտ վիճակից, էլ չգիտեմ, միակ հույսներս, թե երեխաների, թե ուսուցչական կոլեկտիվի, թե հարևանության բնակվողների տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարն է, բնակիչները նույնիսկ իրենց խոսքն են ուղղում պարոն Դավիթ Խուդացյանին, խնդրելով, որ ինքը կարող է վարչապետին ներկայացնի իրական վիճակը եւ ուզում են հավատան, ճիշտ է, ծախսերը շատ է, մեծ գումար է պահանջվում, բայց գոնե այս խնդիրը կլուծվի։ Այնպես որ Արարատի մարզպետ, դուք չարեցիք, խոստացաք, սիրում եք
մենակ դադարք խոստումներ տակ, բայց ոչ մի բան չանեք։ Եվ միայն այստեղ չի նման վիճակ։ Գեղանիստում էլ խոստացակ որպես մարզպետ։ Հիմա 2 օրվա ընթացքում հարցը կկարգավորվի 20 օր է, իսկ ձեր ներկայացուցիչը չի ժամանել գեղանիստ։ Էլ ժողովուրդը ոնց հավատա ձեզ որպես մարզպետ։ Հենց ձեր նմաններն են, որ վարքաբեկում են կառավարությանն ու իշխանություններին։ Ես ոչ կառավարությանն եմ պաշտպանում, ոչ իշխանությանը։ Մարզպետ կա, Արարատի մեծն մարզպետ, լսեք, մարզպետ կա, որ սրտացավ աշխատում է։ Ինչ հնարավոր է անում է իր մարզում, իսկ դուք միայն դադարք խոստումներ եք տալիս։ Երբ ասում ենք այս խնդիրը կա, ասում է 2 օրում կլուծվի, բայց 2 օրը դառնում է 20 օր, 2 ամիս։ Դպրոցը նաև հերոսներ է տվել, հեսա։ Վիոլա ջուր կներեք, վերջին անգամ երբ եք դիմել։ Վիոլա ջուրը ինչ կա, ինչ հնարավորություն ունի, գալի անում է մարդը։ Վիոլա ջուր, ես ասեմ, որ եթե զանգահարում էինք, չէ, բայց երբ որ գրություն եմ գրում պաշտոնական, հրատապ պատասխանում եմ։ Բայց վիոլա ջուրը մի 2 անգամ եկե մաքրել է, չէ։ Ահա, ամսի 2-ին եկե մաքրել է, բայց իրենց մաքրելուց հետո ընդամենը 2 ժամ էլ չանցած նորից ջուրը այդպես արագ հոսում է։ Ու ավելի շատ։ Նորից եմ գրել, 3 եմ գրել վիոլա ջրին։ Ժողովուրդը հարևանները կարծեմ Հայաստանի Հանրապետության վարչապետին են գրել Տարածքային կառավարման նախարարությունն ես նորից տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն կրկին անգամ գրեցի, խնդրեցի, որ այս հարցին գոնե ժամանակավոր լուծում տալ, մինչև ներդրումային ծրագրերը կիրականացվի, այդպես։ Պարոն Խուդացյան, լսեցիք, ժողովուրդը ձեզ են վստահում, հավատում են, որ դուք մի բան կանեք, որպեսզի այս քանի տարի, ինչքան տարի այս խնդիրը չի լուծվում։ Ես գիտեմ, որ բավական երկար տարիներ է։ Հա՞։ Բավական երկար տարիներ է, ես շուրջ 3 տարի է դպրոցում եմ, ես դպրոցում երևացել եմ ու այս վիճակը այսպիսին է, անընդհատ զբաղվել ենք, բայց վերջի շրջանում, մոտավորապես վերջի այս 1 տարում շատ ավելի է շատացել, այսինքն գնալով այդ խողովակները վնասվել են, ասում են 2000 թվական դեռ ավելի առաջ, այդ խողովակները այդպես խայտառակ վիճակում են, այդ հատվածները չգիտեմ վնասվել են, ինչ են արել։ Արարատի մարզում կառավարության ֆինանսավորման բազմաթիվ դպրոցներ են կառուցվել 0-ից։ Մի քանի դպրոցներ ու մանկապարտեզներ նաև հիմնանորոգվել է։ Հիմա կառավարությանը խնդրում ենք, որպեսզի հետևողական լինեն, այս դպրոցը փրկեն այս գարշահոտ հակասանիտարական վիճակից։